Ընկերներ ողջույն, սահմանը անցնելու ենք Գարեգին երկրորդի նախկին գավազանակիր, հանձնական քարտուղար Խորեն Վարդապետ Հովհաննիսյանի հետ։ Աստված օգնական, հայր Խորեն։ Աստված պահապան։ Հայր Խորեն, ես ուզում եմ, որպեսզի մենք զրուցենք մի քանի օրինակների վրա իհարկե կենտրոնանալով, որպես երևույթ, զրուցենք, եթե շատ ընդհանրական ասած, եկեղեցու դերակատարման, թե դրական, թե բացասական մասին, բայց նաև եթե ավելի կենտրոնանանք, որպեսզի ամբողջ ինստիտուտը, հա, այսպես ասենք, չքննարկենք, այլ դրա բարձրագույն ներկայացուցիչների վարքով պայմանավորված այդ ինստիտուտի նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորման եւ դրա հետևանքների մասին։ Օրինակ, որպես օրինակ կարող ենք նայել, թե ինչպես կարող է օրինակ բարձրաստիճան հոգեվորականը մաս դառնալ քաղաքական process-ների, ատելության խոսք տարածել, նզովել հասարակության տարբեր խմբերի, նրանց պիտակավորել։ Հետո մենք կարող ենք տեսնել, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ինստիտուտի ներկայացուցչին, օրինակ Էստոնիայում, հա, մեր արևելյան թեմի առաջնորդը դիմավորում է հայտարարություններ է անում, որոնք կարծես թե հենց պետք է լինեն հոգևորականի կամ եկեղեցու տիրույթում, այսինքն խոսքը խաղաղության մասին է, համակեցության մասին է, այդ խաղաղ իղձերի ի վերջո կյանքի կոչման մասին է, Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի հասարակության ավելի զարգացած, ավելի անվտանգ ապագայի մասին է, եւ այստեղ եկեղեցու ներկայացուցիչները, որոնք խոսում են եկեղեցու անունից, ընկնում են ցնցումների մեջ ու ինչ որ հայտարարություններ են հա տարածում։ Ուզում եմ հասկանալ, օրինակ ձեր տեսակետից, նաեւ հենց ձեր անձի գործոնը պայմանավորելով, էլի, որքանով է սա ընդունելի, որքանով է սա հարվածի տակ դնում հենց եկեղեցուն, որքանով է սա նսեմացնում այս ինստիտուտին, որքանով է սա դառնում գործիք այսպես կոչված եկեղեցականների ձեռքը։ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցին, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը մեր սրբություն սրբոցն է, իմ աչքի լույսն է եւ շատ հավատացյալ քրիստոնյա հայերի եւ նվիրյալ հոգևորականների դժբախտաբար վերջին 25 տարիներին մեր եկեղեցու գահը զավթված է մի անձի կողմից, ով աղերս չունի Սուրբ Հոգու հետ, Հայաստանի Հանրապետության հետ եւ մեր ժողովրդի, մեր պետության իղձերի հետ։ Գարեգին երկրորդ կտրիչ Ներսիսյան կաթողիկոսը եւ Սուրբ Հոգին ուղղակի անհամատեղելի են։ Նա դարձել է կաթողիկոս կաշառքով եւ բռնությամբ։ Հիմա այդ մասին չխոսեմ, բայց դժբախտաբար այսօր նա եւ իր մի քանի կատարածու բարձրաստիճան հոգևորականներ այն աստիճան են պախարակում եկեղեցին, այն աստիճան, որ սատանան ուղղակի անելիք չունի այլևս, երբ Գարեգին երկրորդը եւ Եզրասը իր եղբայր arczepiskopos-ը եկեղեցում են, կարծեք թե սատանան արձակուրդ է գնացել։ Նրանք երկուսով այնպիսի ավեր են գործում ընդդեմ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի եւ մեր Սուրբ Եկեղեցու, որ խոսքերն ավելնորդ են։ Ես անցյալ օրը նայեցի Երևանում, թե ինչպես այդ սրբազան շարժում կոչված այդ երիտասարդները, որոնք եկեղեցու դրոշը ձեռքներին, եկեղեցու անունով, մեր Տիրոջ անունով հալածում են այդ տարեց կնոջը, ես դառնությամբ, ցասումով դիտեցի, հիմա հիշեցի նորից փշակաղվեց մարմինս ամբողջությամբ։ Ես այդ կնոջ մեջ մորս տեսա, բոլոր հայաստանցի մայրերին տեսա, մեր բոլորի մորը տեսա եւ Աստվածաշունչ Ելից գիրք 2012 համար ասում է Սուրբ Գիրքը պատվյա ըստ հայր քո եւ ըստ մայր քո, պատվիր քո հորը եւ քո մորը, այսինքն սրանք եկեղեցու Քրիստոսի անունով գնում մտնում են մեր ժողովրդի մեջ եւ անում հակառակը, ինչ որ Աստվածաշունչն է պատվիրում, ասում է ծնողին պատվեք եւ սրանք հակառակն են անում այս անիրավները, այս պիղծ, այդ մի խումբ բորենիները, ովքեր հավաքվել են Քրիստոսի եկեղեցու անունով։ Ես
ուզում եմ այս պահին հենց իմ հոգու խորքում ծունկի եկած այդ կնոջը, այդ մայրիկի առաջ ծունկի գալով ուզում եմ ներողություն խնդրել եւ նրա ձեռքը համբուրել եւ ասել, որ մայրիկ ջան, հայ եկեղեցին սա չէ, սրանք չեն, սրանք ժամանակավոր ասպատակող մի խումբ է անաստվածների, Գարեգինը եւ իր եղբայր Եզրասը, ովքեր գրավել են եկեղեցին, բայց վստահեցնում եմ Տիրոջ օգնությամբ մենք շուտով պիտի ազատագրենք։ Ժամանակին ֆրանս-անգլիական պատերազմի այդ 100-ամյա շրջանում ֆրանսիացիները մի տակտիկա էին ընտրել, նրանք դիվերսանտ խմբեր էին ուղարկում բրիտանական շրջաններ, գյուղեր եւ իրենց ֆրանսիացի զինվորներին հագցնում են անգլիական զինվորի հագուստ եւ Անգլիայի թագավորի դրոշը ձեռքներին մտնում ասպատակում, սպանում, կոտորում էին բրիտանացիներին, որովհետեւ Բրիտանիայի ժողովրդի մեջ ատելություն առաջացնեն իրենց իսկ թագավորի հանդեպ։ Հիմա Գարեգինը նույնն է անում։ Եկեղեցու Քրիստոսի դրոշակը առած այս սրբազան շարժումը, որին ես անվանում եմ շապիտով վեղարի տակ, փողոց է նետել եւ ուղղակի հակաաստվածային, հակաքրիստոս քայլեր է անում եւ մարդկանց տրամադրում եկեղեցու եւ Աստծո դեմ։ Ահա սա է, սա հակաքրիստոս մի շարժում է։ Իսկ ձեր այն հարցին, որ ես արդեն անդրադարձա մի առիթով Բալթյան երկրներում վարչապետի այցելությանը, Սրբազանը Բալթյան երկրների առաջնորդը իրեն պահեց հոգևորականի սրբազանի նման եւ Աստվածաշնչի պատգամը ուղղակի իր բառերով 2 րոպեում, 1.5 րոպեում արտահայտեց հաշտություն, խաղաղություն եւ խնդրեց երկնավորի օրհնությունը Հայաստանի Հանրապետության համար։ Եվ ինչպես անցյալում ասեցի, երբ սատանան խաչը տեսնում կամ խաչակնքվող մեկին է տեսնում, ցնցվում է, որտեղ վախենում է, սարսափում է խաչից։ Նույնպես Գարեգին երկրորդը եւ իր չեքիստ եղբայր Եզրասը, երբ սրանք խաչը տեսնում Սուրբ գրքից մեջբերում են լսում, ցնցվում են։ Ինչպես կարող է arczepiskopos-ը խաչից խոսել։ Նրանց arczepiskopos-ները պետք է տարեց մայրիկների հալածեն, նրանց arczepiskopos-ները պիտի Ստալին ջատագովեն։ Այս է դժբախտաբար Գարեգինը եւ իր եղբայրը։ Այս մոտեցումը միշտ է եղել եւ ուղղակի հիմա առիթ կա եւ այն դուրս է տալիս, թե ինչ, որովհետեւ ես չեմ կարողանում էլի հասկանալ կրոնավոր մարդը, հավատավոր մարդը, եկեղեցու սպասավորը, որ պետք է զբաղված լինի մեր հանրության շրջանում քրիստոնեության արժեքները, այդ լուսավոր գաղափարները տարածելով, նույն հանդուրժողականության, հարգանքի, պետականասիրության, մարդասիրության մասին, առավոտից երեկո ատելություն, թշնամանք, քաղաքական խոսույթ, մարդկանց ինչ-որ խմբի անգամ ինչ-որ ինկվիզիցիայի ենթարկելու կոչեր եւ պետության դեմ հայտարարություններ, մասնավորապես ջատագովելով ռուսական գաղութատիրությունը։ Ուզում ասեմ, սա միշտ եղել է, սա մեր եկեղեցու վերնախավի խորը համոզմունքն է այս ամեն ինչ որ ես թվարկեցի, հակաքրիստոնեությունը մեր եկեղեցու վերնախավի բարոյական կոդեքսն է, հակապետականությունը մեր եկեղեցու վերնախավի գոյատևման միակ ճանապարհն է։ Այստեղ մի շատ կարևոր աշխարհաքաղաքական նրբություն կա, որ ցավոք լայն մասաները, լայն հասարակությունը չի տեսնում։ Ես ուզում եմ հիմա մեր բոլորի ուշադրությունը դրա վրա սևեռել։ Սովետական տարիներին բոլոր երկրներում Սովետ միության ողջ տարածքում ուղղակի եղել է այդպես, որ որևէ բնակարարում, նաև եկեղեցում առաջ գնալու կարիերա անելու համար պետք էր հավաքագրված լինել եւ նա երիտասարդ տարիքից հավաքագրվել է եւ ինչպես ես մեկ ամիս առաջ հայտարարել եմ, հիմա էլ վերստին ուզում եմ հրճակեմ, հայտարարեմ, որ 1979 թվականին Բոն քաղաքում Գերմանիայի գերմանական իշխանությունները բացահայտում են, որ նա ԿԳԲ-ի գործակալ լրտես է եւ մեկ օրվա մեջ ձեռնաշղթաներով օդանավ բարձրացնում եւ արտաքսում են Մոսկվա, հանձնում ռուսներին։
Հիմա եթե ինքը կաթողիկոսի գահին բազմած մարդ է, եթե գտնում է, որ իմ խոսքերի մեջ զրպարտություն կա, ոչ փողի խնդիր ունի, ոչ փաստաբանների, խնդրեմ թող ինձնից պատիվ պահանջի զրպարտության դեմ եւ տեսնենք ով ինչ կարող է ապացուցել։ Մեկ ամիս առաջ ասել եմ, հիմա նորին վերստին կրկնում եմ։ Ձեռնոց եմ նետում իրեն եւ իր չեքիստ եղբորը, Եզրաս arczepiskopos-ին եւ Գարեգինին։ Ասում եմ, որ դուք գործակալ եք, ծառայում եք օտար պետության։ Հիմա անցնեմ ձեր հարցին։ Սովետական շրջանում գրեթե օրինաչափ էր եւ ամեն մարդ ասում էր ունենք այն, ինչ ունենք։ Օրինակ հարևան Վրաստանից մի օրինակ բերեմ, կարծեմ 2011-ին էր, երբ Սահակաշվիլին հայ եկեղեցին մի քանի այլ կրոնական հարանվանությունների հետ միասին գրանցեց եւ իրավաբանական ստատուս տվեց, վրաց պատրիարքարանը ըմբոստացավ եւ երթեր էր կազմակերպում, որ հայ եկեղեցուն այդ իրավունքը չտա նախագահան։ Եվ Սահակաշվիլին մի քանի անգամ պատրիարքին խնդրեց, ասեց, որ երթեր էին կազմակերպում, նրանց այս փողոցային սրբազանի ինստիտուտը վրացիներից է եկել, մենք չենք ունեցել։ 11 թվականում Թիֆլիսում է սկսել, պատրիարքարանը հայերից դեմ ահավոր արշավ սկսեց երթեր ողջ քաղաքով։ Պատրիարքը արհամարհեց Սահակաշվիլու մի քանի խնդրանքները եւ չէր դադարեցնում։ Նախագահ Սահակաշվիլին Թիֆլիսի քաղաքապետ Գյորգի Ուգուլավային երկու թղթապանակով ուղարկեց պատրիարքարան Սինոդի ժողովին։ Այս քաղաքապետը մտնում է Սինոդի ժողով եւ ասում է. այս երկու թղթածրարուն է, մեկի մեջ ձեր այն խայտարակություններն են, ձեր այն խումբն է, ովքեր Ֆարաջայի տակ զուգագուլպա եք կրում, եւ երկրորդ հաստափոր թղթապանակում ձեր այն խմբի քաջագործություններն է, ովքեր Ֆարաջայի տակ ուսադիրներ ունեք, եւ ասում է 2 ժամ ժամանակ, եթե այդ փողոցային եպիսկոպոսները, սրբազանները ժողովրդին տուն չուղարկեն, այս ցուցակը հրապարակում եմ եւ արհամարական լքում է Սինոդը։ Դեռ գրասենյակ չհացած 15 րոպե հետո Թիֆլիսի փողոցները մաքրվում են եւ բոլոր սրբազանները գնում են իրենց տներով, եկեղեցիներով։ Այսինքն սա սովետական ողջ տարածքում օրինաչափ էր, ինչպես նաեւ Հայաստանում, բայց քանի դեռ Ռուսաստանը եւ Ադրբեջանը դաշնակիցներ չէին դարել, բոլորն ասում էին ունենք այն, ինչ որ ունենք։ Ուղղակի այս կաթողիկոսը եւ իր եղբայր arczepiskopos Եզրասը ծառայում էին Մոսկվային, բայց հիմա 4-5 տարի է նրանք ծառայում են Մոսկվային եւ Բաքվին։ Բաքուն եւ Մոսկվան դաշնակիցներ են եւ նրանց գործունեությունը հայաստանյան հակապետական ուղղակի անհանդուրժելի է դառնում։ Նրանց չեքիստ լինելը, ԿԳԲ-ի գործակալ լինելը գրեթե օրինաչափություն էր մինչև 4-5 տարի առաջ, բայց այլևս ազգային անվտանգության խնդիր է Հայաստանի Հանրապետության համար։ Հիմա հաջորդ ամսի 17-ին նրան Լուբյանկայից հրաման է իջել, ես ամբողջ տեղեկությանը տիրապետում եմ, պետք է գնա ողջագուրվի Լուկաշենկոյի հետ, պետք է գնա նվերներ, շքանշաններ փոխանակվի Լուկաշենկոյի հետ։ Սրանք հասկանում եք, Ժիրայր ջան, չափազանցություն չէ։ Լուկաշենկոն բողոքել է Մոսկվա եւ ասել, որ ձեր պատճառով Փաշինյանը ինձ հրապարակավ, ապտակեց եւ ասաց, քանի դեռ Լուկաշենկոն նախագահ է, Հայաստանից ոչ մի պաշտոնյա չպիտի գա։ Բողոքել է, որ ձեր պատճառով հարվածները ես եմ ուտում եւ Մոսկվայից նրան նվեր են արել։ Ասել են, որ հիմա մենք քեզ մի հատ կաթողիկոս կտանք, մի հատ էլ օլիգարխ, պաշտոնյա չեն կարող տալ, նույնիսկ Լուկաշենկոն պատրաստվում է, ես տեղեկություն ունեմ, իր օդանավը ուղարկել, որպեսզի մայիս 17-ին Գարեգինին տանի Մինսկ։ Այնտեղ ծխական համայնքային մի փոքր եկեղեցի են կառուցել, ոչ Այա Սոֆիա 2-ն է, որ կաթողիկոսը անձամբ պիտի գնա օծի, ոչ էլ Բելարուսի համայնքը տվել է աշխարհին Այվազովսկի կամ Շարլ Ազնաուր։ Ուղղակի ուզում են Հայաստանին ստորացնել, նսեմացնել
եւ Լուկաշենկոյի կներեք այդ բառը պիտի ասեմ եզրասը Գարեգինը Լուկաշենկոն պատցան են այդ պատցանական իր ամբիցիաներին հագուրդ տալու համար ուզում են ասեն տես մենք քո մոտից կաթողիկոս ենք տանում Մինսկ 3 տարի է Ուկրաինայի հայ համայնքը 400,000-անոց հրթիռակոծությունների տակ է այս մարդը իրենց ստորագրում է ամենայն հայոց դու ինչ ամենայն հայոց մեկ անգամ այդ նահատակ զոհվող զրկանքներ կրող համայնքին ոչ մի օրհնության քաջալերանքի խոսք չի ուղղել ել չեմ ասում որ գնա իր այդ պատերազմի հարձակումների տակ գտնվող հոտին այցելի 400,000-անոց հայ համայնք 3 տարի պատերազմի մեջ անտեսված 100%-անոց իրեն ամենայն հայոց կաթողիկոս համարող Գարեգին երկրորդի կողմից սա ամենայն հայոց կաթողիկոս չէ սա ամենայն հայոց ամոթ է ուղղակի Գարեգինը եւ իր եղբայրը այնպիսի դավաճանական քայլեր են անում որ Պետրոս Գետադարտ դավաճան կաթողիկոսը սրանց կողքին հրեշտակ է երևում արդեն տեսեք Մոսկվան ում է պարգևատրում ում է շքանշաններ տալիս Ալիևներին եւ Ներսիսյան եղբայրներին Գարեգինին եւ Եզրասին Ալիևներին տալիս է որպեսի հարձակվեն Սյունիքը գրավեն խնդրում հորդորում պարտադրում է իսկ Գարեգին Ներսիսյաններին տալիս է եղբայրը մի ամիս առաջ ստացավ իսկ Գարեգինին շքանշանը տվել էին Արցախի շրջափակումից մեկ ամիս առաջ Ալիևներին տալիս են որպեսի հարձակվեն Հայաստանի վրա իսկ այս Ներսիսյան եղբայրներին տալիս են որպեսի Ներսիս ջլատեն եւ դարպասները բացեն թշնամու առաջ սա է մեր իրականությունը եւ չգիտեմ ինչպես պիտի մեր ժողովուրդը հանդուրժի որ այս դավաճանական քայլը ամսի 17-ին անեն եւ այս հրեշը գնա եւ մեր երկրի ընտրված իշխանություններին եւ Հայաստանի Հանրապետությանը այդպիսի հարված հասցնի ողջագուրվի շքանշաններ Լուկաշենկոյի հետ ով որ հայտարարել է որ մասնակցել է Հայաստանի դեմ պատերազմին քննարկել է այդ պատերազմ Ալիևի հետ եւ նա փորձել է սկզբում հակաճառել իր տերերին Լուբյանկա ասելով որ ես Հայաստանում դժգոհություն կունենամ Լուկաշենկոյի այս հակաարցախյան հակահայ հայտարարության համար նրան ասել են լավ անհոգ եղիր կոմպրոմիսի են գնացել ասել են հրավերը Լուկաշենկոյի կողմից չենք անի հրավերը կանենք քո եղբոր Եզրասի կողմից իբրև Մոսկվայի եւ Բելարուսի առաջնորդի ինչպես ռոբասերժական այդ կրիմինալ դիկտատուրայի տարիներին թղթով ամեն ինչ ճիշտ էր լավ էր հիմա նորից թղթով ասում են Եզրասն է քեզ հրավիրել Լուկաշենկոն չէ եթե Հայաստանում դժգոհություններ լինեն կասես Եզրասն է հրավիրել Լուկաշենկոյի հրավերով չեն գնում սա է ցավոք մեր իրականությունը Հայրխորեն իհարկե ներողություն եմ խնդրում, բայց կարծում եմ շատ-շատերը խորապես թքած ունեն Գարեգինների, Եզրասների, Բագրատների վրա, այլ մեր բոլորի մտահոգության առանցքում եկեղեցին է, որ սրանց նմանների գործունեությունից տուժում է, հա։ Լավ, այս դեպքում ինչ անել։ Լուսահոգի Գարեգին առաջինը, ով շատ կարճ եղավ 4-5 տարի, մի երբ եկավ Հայաստան, ես նաև իր վերջին գավազանակիրն եմ եղել, կյանքի իր վերջին 1.5 տարին ամեն օր իր հետ եմ եղել։ Մի խոսք ուներ, ասում էր անտարբերություն, 8-րդ մահացում է, երբ եկավ Հայաստան, մեզ ճանաչեց հայաստանցիներից, ցնցված էր մեր անտարբերությունից, ամեն ինչի հանդեպ։ Բանալին այստեղ այդ անտարբերությունն է, ցավոք մեր ժողովուրդը կարծես թմբիրի մեջ լինի իր պետականությունը եւ առաքելական եկեղեցու ունենալու գիտակցության բարձր այդ մակարդակը դժբախտաբար չունենք բայց ես վստահ եմ որ սառույցը սկսել է հալվել տեղից շարժվել եւ ցնցված է ուղակի այդ հրեշը որը գրավել է Գրիգոր Լուսավորչի գահը երբեք այսքան լավատես չեմ եղել հիմա ցնցումներ եմ տեսնում օղակը բավական սեղմված է նրա շուրջ ասածիս ապացույցը որ հեղափոխությունից հետո
կարգալուծություններ գրեթե չի արել շատ քչերին։ Սա նաև հեղափոխության եւ Նիկոլ Փաշինյանի շնորհքն է, որ հոգեվորականները չեն ընդունում։ Տեսնենք հիմա որոշ բաներ կան մտքումս, ես աշխատում եմ որոշ պլանների վրա, բայց հիմա չեմ կարող բարձրաձայնել։ Իմ կյանքի նպատակն է, որ Սուրբ Էջմիածինը ազատագրենք եւ ինչպես ես եմ պանդուխտ, այնպես էլ նրա Էջմիածին գալով Սուրբ Հոգին է պանդուխտ եղել եւ լքել Սուրբ Էջմիածինը։ Իմ նպատակն է Սուրբ Հոգին վերադարձնել Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Շատ շնորհակալ եմ ձեզ, Հայր Խորեն։ Սիրով Աստված պահապան եւ հաջողություն ձեզ։ Ընկերներ, զրուցակիցս Գարեգինի երկրորդի նախկին գավազանակիր, նրա անձնական քարտուղար Խորեն Վարդապետ Հովհաննիսյանն էր։